Հարցը սուղում եմ երկու բանախոսներին էլ, ով կցանկանա կարող է պատասխանել։ Երեք Բաքվի դատարանը կարծում եմ տեղյակ եք ինչ պատժաչափեր սահմանեց Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության եւ մյուս հայգերիների հետ կապված։ Նախ ձեզ համար անակնկալ էին այսպիսի պատժաչափերը հաշվի առնելով հանգամանքը, որ Հայաստանը եւ Ադրբեջանը արդեն իսկ նախաստորագրել են խաղաղության համաձայնագիրը։ Արդյոք սա խաղաղության գնացող պետության քայլ էր, պետության ձեռագիր էր, եւ 2 օր առաջ Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովի ճեպազրույցում իմ հարցին պատասխանելով ասաց, որ երբ որ լինի խաղաղություն, բոլոր հարցերը այդ թվում նաեւ գերիների կլուծվի։ Եթե ստորագրվի նախաստորագրված փաստաթուղթը խաղաղության Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, ինչպես է պատրաստվում, կա տարբերակ հայգերիներին ետ բերելու, այստեղ ասենք պատիժը կրելու կամ ազատության մեջ կհայտնվեն, թե ոչ ըստ ոնց է այս գերիների հարցի լուծումը դուք տեսնում։ Ես ձեր հարցի այդ կտորը ճիշտ ասած չհասկացա, այստեղ պատիժը գրել ինչ նկատի ունեմ։ Նկատի ունեմ, եթե ստորագրվի խաղաղության փաստաթուղթ, հնարավոր է ոնց Ռամիլ Սաֆարովի դեպքում արտահանձնեցին Բաքվին, ճիշտ է, Հունգարիան արտահանձնեց Բաքվին։ Տարբերակ դիտարկում եք, որ մեր գերիները արտահանձնվեն Հայաստանին։ Ես ձեր մեկնաբանությունը եւ օրինակը ընդհանրապես իդենտիկ չի են իրավիճակի հետ, որ այսօր գոյություն ունի։ Մենք հայտարարել ենք, ասել ենք, որ մտահոգություններ ունենք, խիստ խորը մտահոգություններ ունենք Բաքվում տեղի ունեցող դատավարության վերաբերյալ, եւ այո, ես պետք է բնականաբար երկրորդեմ պարոն վարչապետին առայն, որ ստեղծված մթնոլորտը, խաղաղության մթնոլորտը նպաստավոր պայմաններ պետք է ստեղծի, որ կարողանանք լուծել ուրեմն Ադրբեջանում պահվող մեր բոլոր հայրենակիցների իրենց տուն վերադարձի հարցը։ Այս ուղղությամբ մշտապես ամենօրյա աշխատանք է տեղի ունենում։ Սա մեր համար առաջնային խնդիր է եւ մենք հույս ունենք, որ առաջիկա գործընթացները, որոնք խաղաղության մասին գործընթացներ են, կհեշտացնեն գործընթացները եւ մթնոլորտ եւ միջավայր կստեղծեն, որպեսզի մեր բոլոր հայրենակիցները վերադառնան տուն։ Շնորհակալություն։ Մյուս հատվածին չպատասխանեցիք, արդյոք սա Հայաստանի հետ խաղաղություն գնացող պետության կողմից ճիշտ քայլ էր, ճիշտ մոտեցում էր։ Ես ասացի, որ մենք խորը մտահոգություններ ունենք Բաքվում տեղի ունեցող դատավարության ընթացքի բովանդակության վերաբերյալ, նաև մտահոգություններ ունենք մի շարք հայտարարությունների վերաբերյալ, որոնք հնչում են Ադրբեջանից, որոնք ըստ էության կապ չունեն գործընթացի հետ խաղաղության, եւ մենք հույս ունենք նախ, որ ուրեմն այդ մտահոգությունները հնդածս կփարատվեն եւ խաղաղության գործընթացը ել ավելի կայուն փուլ կմտնի, ինչի արդյունքում կստեղծվի միջավայր, երբ հնարավոր կլինի ուրեմն մեր բոլոր հայրենակիցներին վերադարձնել տուն։ Շնորհակալ եմ։